Սիրելիներ, կարող ենք վկայել, որ Տերը աղոթք լսող Աստված է։ Այն որ սկզբից խնդրեցինք, որ ինքը մեզ հետ լինի, խոսա մեր սրտերին, կարող ենք վկայել, որ ինքը լսեց այդ աղոթքը եւ ամեն մեկիս տվեց այն, ինչը որ մեզ համար անհրաժեշտ էր այսօր։ Եվ ուզում եմ ասել, որ այո, Տերը աղոթք լսող, աղոթքին պատասխանող Աստված է եւ մեր վերջին բաժինը հենց աղոթքների բաժինն է։ Եվ հայտարարություններից հետո ես կընթերցեմ աղոթքի խնդրանքները եւ նաեւ գիտեմ, որ այստեղ կանգնածների մեջ էլ կան մարդիկ, որ հոգսեր ունեն։ Եվ կխնդրեմ Վարդան եղբայրը կգա այդ աղոթքը կանի հոգսերի համար եւ դրանով կավարտենք մեր այսօրվա հրաշալի պաշտամունքը։ Բայց մինչ դա ուզում եմ հիշեցնել, որ մենք հավաքվում ենք այստեղ Երևան Գուսան Շերամի 88 հասցեում Էմանուել եկեղեցու փոքր դահլիճում յուրաքանչյուր չորեքշաբթի 18:30 եւ յուրաքանչյուր ուրբաթ օր Էջմիածնում ունենք երիտասարդական ծառայություն կրկին 18:30 Տերյան 900 հասցեում եւ այս ուրբաթ օրը Վարդան եղբայրը իր տիկնոջ հետ Սիլվա քրոջ հետ իրենց կյանքի վկայությունով են, իրենց ծառայության վկայությունով են կիսվելու, այնպես որ բաց չթողեք այդ հնարավորությունը, անպայման ներկա եղեք հարցազրույցի տեսքով ծառայություն ալինելու, այսպես ասեմ, բայց ամեն ուրբաթ կա այդ ծառայությունը եւ հորդորում եմ երիտասարդներին մեկ ինձ հարցնում են ով է երիտասարդ, ով իրան երիտասարդ ազգում ինքն էլ երիտասարդ է, ներկա լինեն, շաբաթ օրերին Գյումրու Էմանուել եկեղեցին ժամը 12-ին ցերեկը ժամը 12-ին հավաքվում է հասցեն Մովսես Խորենացի 5-ը, բայց այդպես նավիգատորով չի բերում Մովսես Խորենացի 5-ը 20/25/2 Այդպես բերում է ու այդ շենքի մոտ է կանգնացնում, բայց իրական հասցեն Խորենացի 5-ն է, չգիտեմ ոնց է տենց ստացվել, որ 5-ն ու 25-ը իրար կողք են հայտնվել, բայց այդպես է, որ գրում են 25/2 բերում է այդտեղ եւ ամեն շաբաթ օր Գյումրիում կա պաշտամունք, Գյումրու Էմանուել եկեղեցին պաշտամունք անցկացնում եւ Շիրակի մարզի մեր սիրելի եղբայրներին, քույրերին, որոնք հոգեվոր խնամքից դուրս են մնացել, որևէ եկեղեցու անդամ չեն, սիրով հրավիրում ենք մասնակցելու այնտեղ ամիսը մեկ էլ ես եմ այնտեղ ծառայում եւ ասեմ որ հրաշալի փորձառություն է ինձ համար ճիշտ ինչպես Էջմիածնի Էմանուել եկեղեցու առաջին տարիները լինեն այդպիսի զգացողություն ունեմ այնտեղ որ գնում եմ ծառայելու եւ կիրակի օրը ամեն կիրակի ժամը 12-ին Էջմիածնում Տերյան 900 հասցեում մենք ունենք մեր պաշտամունքը, իսկ այս կիրակի յուրահատուկ տոնական հարության տոնի պաշտամունքն է լինելու եւ կրկին մեզ հրաշալի ծառայություն է սպասվում։ Ես հավատում եմ, որ այնպես ամեն կիրակի Տիրոջ ներկայությունը այնտեղ է լինելու եւ մեզ հրաշալի Աստծո մարդ մեր Վարդան եղբայրն է ծառայելու այդ օրը։ Այնպես որ հարուստ ենք իր ծառայության շնորհիվ եւ մեկս մյուսով հարստանում ենք եւ Տիրոջից ընդունում ենք այդ օրհնությունը եւ ես ակնկալիքով եմ գալու այդ օրը որ Տերը իր ծառայի միջոցով խոսա իմ սրտին։ Հիմա ընթերցեմ կարիքները Արտակ Բադալյանը խնդրում է որդու փոքրիկ Տիգրանի համար որ նարկոզով MRT պիտի անցնի իր բժշկության համար աղոթենք Մեհերի Մարետայի առողջության, ապաշխարության համար մարդիկ խնդրանքներ են գրում Անիսա Հակյանը ամուսնու ապաշխարության, ընտանիքի միաբանության համար Սուսաննա Կարապետյանը իր բժշկության համար է խնդրում, որ աղոթենք Գոհար քույրը խնդրում է ընտանիքի ազատագրության, ապաշխարության եւ իր հոգսի համար, նաեւ Հարսիկի բժշկության համար Սուսան Ստեփանյանը ընտանիքի
անդամների դարձի գալու ապաշխարության համար եւ իր հոգեվոր առաջընթացի համար Տաթև քույրը խնդրում է որ իր բժշկության համար աղոթենք Տաթև քույրը դժվարություններով անցնում Սուսաննա Մարգարյանը տղաների ապաշխարության եւ կախվածություններից ազատագրության համար Աննայի Հրաչի ընտանիքի համար Սուսաննա Կրոյաննա խնդրում որ աղոթենք եւ նաեւ աղոթք կա Պետրոսի ապաշխարության համար եւ նաեւ գիտեմ հիմա բոլորը ընթերցեցի բայց կան մեզ դիտողներ որոնք չգրեցին իրենց աղոթքի խնդրանքները եւ Տերը գիտի կան այստեղ մարդիկ կանգնած որ չգրեցին եւ Տերը գիտի այս հատվածը մենք կտրում ենք ու դնում ենք ինտերնետում որպեսզի նաեւ այս աղոթքի բաժնի մեկնաբանություններում նոր աղոթքի խնդրանքներ մարդիկ գրեն եւ հաջորդ չորեքշաբթի կաղոթենք դրանց համար եւ թե մեր այստեղ ներկաների հոգսերի եւ թե այն մարդկանց ովքեր որ գրել են իրենց հոգսերը մենք մի բան կարող ենք ասել Տերը աղոթք լսող Աստված է եւ մենք բազմաթիվ վկայություններ ունենք որ ինքը մեր հոգսերը վերցրել է մեր ուսերից Վարդան եղբայր ջան խնդրեմ գաս աղոթես այս հոգսերի համար եւ դրանով ավարտենք պաշտամունքը Շատ լավ ես սիրում եմ աղոթել ես հավատում եմ աղոթքին ու քանի որ նայողներ էլ կան, հա, լսող, կարելի է մի 2 րոպե աղոթքի մասին, գիտեք, ասում եմ մարդ, ասում կարծես Աստված ոչինչ չի անում, բացի նրանից, որ պատասխանում է մեր աղոթքներին։ Հակոբոս ասում է, չունեք, որովհետև չեք խնդրում։ Տեր Հիսուս ասավ, խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Երեմիային Աստված ասում է կանչի ինձ եւ կպատասխանեմ քեզ։ Այսինքն այո, մեր Աստված, ինչպես Հովիվ Արման ասավ, պատասխանում է ու գիտեք, մենք պարտավոր ենք իրար համար աղոթենք, մենք պետք է իրար համար աղոթենք, Սուրբ Գիրքն է սովորացնում։ Բայց սրա մեջ մի հատ բան եմ ուզում ասեմ, ով որ մանավանդ որ կարիք է գրել, հա, այստեղ միգուցե կամ գրել են, մեզ նայում են, չգիտեմ, հա, ժամանակ ա եղել, որ ինձ հարցրում են, ասում են, խնդրում եմ աղոթի կամ երեխայիս համար վերջը, ես հարց եմ տվել, ասում, իսկ դու աղոթում ես։ Ու գիտեք ոնց, ոչ մեկը մեզանից ավելի լավ չի աղոթի մեզ համար։ Ինչքան ուզում է ուրիշի կարիքը հոգս եղնի, այո աղոթենք, բայց դե մեր դարդը, մեր ցավը, մեր կարիքը մենք ու այսօր ուզում եմ քեզ քաջալերեմ, սիրելիս, եթե ինչ-որ կարիք կա, հոգս կա, դու անպայման աղոթի։ Մենք քեզ կօգնենք, աղոթենք, մենք պարտավոր ենք իրար համար աղոթենք, մի հատ էլ լավ այսօր մի քիչ բան է, հենց մի քիչ ուրախ պաշտամունքա մի բան պատմեմ նոր կաղոթենք, հա, ուրեմն մի հոգի գնում է, ուզում է առանձնանա եւ աղոթի։ Մտնում է, գնում է անտառ, խորը գնում է, ասում է մարդ չտենա, ինչքան շատ է խորանում, մեկ էլ լսում է բանը աղոթքի ձայն։ Յո, ասում է, աղոթող կա ստեղ, մեկ էլ որը շատ է լսում է, տենում է մի հոգի լավ, հաստ կաղնու ծառի տակս են չոքած, ասում է, Աստված ջան, խնդրում եմ, այս ծառի տերևները սա $100 դառնան։ Յո, ասում ես ինչ ուժեղ հավատք ունի։ Վերջը այս մարդը, որ աղոթքը պրծնում է, մոտիկանում ասում է, ախպեր, որ այդ $100 դառնան, մի $1000 կտաս ինձ, իր ասում է, ալարը մեզ գնային մի ծառի տակին է դու աղոթի։ Հիմա, այս կատակով ասեցի, բայց ուզում ձեզ քաջալերեմ, քաղցրներ ջան, Աստված լսում է բոլորի աղոթքները, ով որ հավատում է, ով որ Տիրոջ անունը կանչում է, իր աղոթքը լսում է։ Եվ աղոթքից առաջ ուզեմ Փիլիպպեցիների 4:6 գրված է, ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն։ Այստեղ գոհության մասն եմ ուզում ասեմ, երբ որ մենք աղոթում ենք, հա, Պողոս առաքյալը ասում է չմոռանաս նաև գոհանալ, այսինքն Տեր ջան, այս հիվանդությունը կա իմ տան մեջ, իմ երեխուս վրա, ծնողիս վրա, կնոջս, ամուսնուս, բարեկամիս, չգիտեմ, բայց ես հիշում եմ, որ դու բժշկել ես եւ շնորհակալ եմ այն բժշկության համար, խնդրում եմ մի հատ էլ արա էլի։ Գործերս լավ չի, բայց ես հիշում եմ անցած տարի ավելի վատ էր, բայց Տեր ջան, դու ինձ օգնեցիր, շնորհակալ եմ, մի հատ էլ մի արա էլի Տեր ջան, Հիսուս ջան, քու փառքիդ համար։ Ամեն գոհանալով ձեր բոլոր
հա արթուն կացեք գոհանալով գրված Կողոսացիների թղթի մեջ ասում է ձեր աղոթեք արթուն լինելով գոհության մեջ, այսինքն աղոթենք, բայց չմոռանանք ինքը ինչեր արել մեր կյանքի մեջ։ Ամեն։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք Աստված եմ, այնքան շնորհակալ ենք, որ մեր խնդրվածներին, աղոթքներին, կարիքներին դու հաս ես եղել, հա, այստեղ մարդ կա, ում աղոթքը Աստված լսել է, հա, խնդրում եմ, իրոք աղոթքը լսել է եւ պատասխան, Տեր ջան, շնորհակալ ենք քո պատասխանների համար, շնորհակալ ենք քո հրաշքների համար, շնորհակալ ենք անելանելի վիճակների համար, որոնցից դու մեզ հանել ես, Տեր ջան, շնորհակալ ենք անբուժելի հիվանդությունների համար, որի մեջ տեսել ենք քո փառքը, քո զորությունը եւ քո բժշկությունը եւ դժոխքը պարտված է եւ դու փառավոր ես, շնորհակալ եմ քեզ այս քո ողորմությունների համար, որ արժանի չենք եղել, բայց դու ձեռքդ մեկնել ես եւ օրհնել ես մեզ, շնորհակալ ենք քեզանից եւ այսօր գոհանալով քեզանից, որ մեզ հետ ես, մեզ չես թողնում երբեք, բերում ենք քո առաջ բոլոր այս կարիքները, բոլոր այս հոգսերը, Աստված իմ, փառավորվի սրանց միջոցով, ձեռքդ մեկնի Աստված իմ, բարի հովիվ մխիթարի անմխիթարներին, զորացրու ընկածներին, բժշկի հիվանդներին, քո անունդ են կանչում, քո իշխանությունով տված Աստված իմ, դեմ ենք կենամ ամեն հիվանդության, ամեն խնդրի, ամեն խնդրի, ամեն անելունության եւ ասում ենք Տեր ջան, դու ես փառավոր, քո ձեռքը տանում եւ քեզ ենք տալիս ողջ փառքերը, որովհետեւ մենք քեզ ենք ապավինում եւ քո ձեռքը տալիս է Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ։ Տերը օրհնի ձեզ, ել չասես ինչից վրա ուրախանամ, ուրախանալու շատ բան ունենք, ուրախ եղեք, օրհնված եղեք, Հիսուսը թագավոր է, նստած է հոր աջին, մեզ համար բարեխոսում է, մեր տենել փառավոր է, անկախ ամեն բանից։